Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իրար հերթ չտալով Բաքվի դատարան են գալիս այսպես կոչված տուժողները, այս անգամ նրանք պատմում են 2026 թվականի ապրիլյան դեպքերի իրենց տարբերակները։ Մի ադրբեջանցի հայերին մեղադրել է արգելված զինամթերք օգտագործելու համար, պատմել է, թե իբր հայերը կիրառել են զանգվածային թունավորում առաջացնող 2000 ասեղով լցոնված զինամթերք, եւ որ դրանք անգամ ձեռքով դիպչելը թունավոր է, ու այս սուտը հնարել են այն երկրի կառավարական կաբինետում, որտեղից հրամայել են ֆոսֆոր թափել հայերի գլխին։ Իհարկե Լևոն Մնացականյանը արձագանքել է, որ Արցախի բանակի հրամանատարն է եղել այդ օրերին, բայց առաջին անգամ է նման բան լսում։ Դատավարության բոլոր դրվագներն են աբսուրդի ժանրից, ասում է Միեդում հայ գերիների շահերի պաշտպանը։ Նպատակը պատմական փաստերի խեղաթյուրումն է։ Սխալ ելակետային տվյալներ են հենց ընտրվել մեղադրանքի համար։ Ադրբեջանի այս մեղադրանքները կարող են գոյության իրավունք ունենալ, եթե մենք առհասարակ չունենայինք Արցախի ինքնորոշման իրավունք եւ նաեւ Արցախի ինքնահռչակում, որը չի մերժվել միջազգային հանրության կողմից, եւ Ադրբեջանը ըստ էության ներկայացնում է, որ նման գործընթացներ եւ հակամարտություն գոյություն չի ունեցել, ուստի հակամարտության կոնտեքստում տեղի ունեցած բոլոր զարգացումներին փորձում է քրեաիրավական գնահատական տալ։ Մի ուրիշ այսպես կոչված տուժող Քերիմով անունով հայտարարել է, թե իբր 2016 թվականի փետրվարին հայերը բազմիցս գնդակոծել են Ալխանլը գյուղը, որտեղ ինքն էր ապրում։ Արդյունքում Քերիմովը իբր վիրավորվել է ծնկից, ու այս սուտը թալիշում ծերեր գնդակահարածների ծայրահեղ վանդալների կատարմամբ։ Իդեպ, երբ Դավիթ Բաբայանը հարցրել է, թե քանի մարդ է ապրում այդ գյուղում, հայրենասերի դերի մեջ մտած ադրբեջանցին թվերի մասին չի կարողացել խոսել։ Կրակային դիրքերի քանակի մասին էլ պատկերացում չունի, չի հաշվել։ Իդեպ իրավապաշտպանն էլ ասում է, դատարան են բերվում նաև ծագումով հայեր, որոշ դեպքերում տեղեկության ճշգրտությունը պնդել դժվար է, բայց կան նաև տվյալներ, որ Արցախի բռնի հայաթափումից հետո սահմանափակ թվով հայեր հիմնականում ֆիզիկական կամ մտավոր հիվանդություն ունեցողներ են, որոնք մնացել են ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում։ Ադրբեջանը ոչ թե հարգում է այնտեղ գտնվող հայերի իրավունքները, այլ չարաշահում է, եւ սա ուղղակիորեն հակադրվում է ադրբեջանական այն պաշտոնական հայտարարությանը, որ հայերը կարող են անվտանգ եւ ապահով շարունակել իրենց բնակությունը Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Ինչ վերաբերում է ադրբեջանցի վկաներին, այստեղ ըստ մասնագետի, բացի ճնշումից կարող են նաև տարբեր խոստումներ լինել։ Բաքվի ռազմական դատարանում հիմա ադրբեջանական տխրահռչակ արդարադատությունը հասել է ապրիլյանի քննությանը։ Նրանք հատկապես ուշադրություն են դարձնում Արցախյան առաջին պատերազմին ու քառօրյային իրադարձություններ, երբ հայկական կողմը փաստացի արժանի հակահարված է տվել թշնամուն։ Այդ հաղթանակին քրեաիրավական գնահատական տալով ադրբեջանական կողմը փորձում է վերագտնել ազգային արժանապատվությունը։ Անկանոն պարբերությամբ է Ադրբեջանը դատեր նշանակում, բայց եթե Բաքվի մեր օրերի հաճախականությունը ըստ Սահակյանի մինչև տարեվերջ կարող է նաև մեղադրական վճիռներ հնչել, այստեղ հայ իրավապաշտպանները խոսում են ընդհուպ ցմահ ազատազրկումների մասին, սակայն դարձյալ կրկնում, սա քաղաքական շոու է, այդպես կլինի նաև պատժի կրման փուլում, եթե լինեն միջազգային ուժեղ ճնշումներ կամ քաղաքական հաշվարկներ, այս վճիռները Բաքվում կմոռանան։ Գորիսի քաղաքապետարանին կից շենքում բացվել է Ֆրանսիայի պատվո-հյուպատոսությունը։ Պատվո-հյուպատոսը ազգությամբ հայ է Կարմեն Ափունցը, նա նաև Գորիսի ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրենն է։ Ադրբեջանում դադարեցվել է ռուսական Match TV սպորտային հեռուստաալիքի հեռարձակումը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Թելեգրաֆ հրատարակությունը պնդում է, որ հեռուստաալիքը իրավունք չի ունեցել հեռարձակվել Ադրբեջանում։ Ռուսական ավիացիայի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակմանն անդրադարձել է Տեսլայի գործադիր տնօրեն Իլոն Մասկը։ X-ի իր էջում մեկնաբանելով կատարվածը Մասկը նշել է, որ ԱԹՍ-ները պատերազմի ապագան են, ինքնաթիռները ոչ։ Ուկրաինայի իրականացրած հարձակումը պատերազմի պատմության մեջ Մասկը շրջադարձային է որակել ու նկատել, որ Ռուսաստանի տարածքում տեղակայված հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր հաջողվել է ավելի քան 1000 կիլոմետր հեռավորության վրա հարվածել ավելի քան 40 ինքնաթիռի։ $1 միլիոն պակաս արժեցող ԱԹՍ-ներն ավելի քան $1 միլիարդ վնաս են պատճառել։
The Wall Street ժուրնալի հաղորդմամբ Սպիտակ տունը կարգադրել է ժամանակավորապես դադարեցնել Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը։ Սպիտակ տունը չի հերքել այս տեղեկությունը, սակայն նշել է, որ պատժամիջոցների հարցում որոշումները կհայտարարվեն պաշտոնապես։ Վերջին պատժամիջոցները սահմանվել էին մայիսի 21-ին, որից հետո նոր սահմանափակումները մի քանի անգամ հետաձգվել են։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության շրջանակներում նմուշառումներ են կատարվել մայիսի 26-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակներից։ Լաբորատոր փորձաքննության արդյունքում հունիսի 2-ի դրությամբ արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը երկիր, պայմանավորված նիտրատներ ցուցանիշով հայտնաբերված անհամապատասխանություններով։ Մայրաքաղաքում հարսանիքն ավարտվել է դանակահարությամբ։ Դեպքը տեղի ունեցել Դավթաշեն վարչական շրջանում գործող հանդիսությունների սրահներից մեկում։ Մեկ հոգի դանակահարված տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն։ Ըստ տեղեկությունների նա Փեսայի եղբայրն է։ Դեպքի վայր են ժամանել քրեական եւ համայնքային ոստիկանները, ինչպես նաեւ ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի բարեկները։ Հայտնաբերվել են առնանման հետքեր, դանակ, որի վրա նույնպես առնանման հետքեր կային։ Դեպքի մյուս հանգամանքները պարզվում են։ Իմ տեղեկություններով քրեական համայնքային ոստիկաններն ու Երևանի գնդի բարեկները արդեն մոտավոր գիտեն կասկածյալների ինքնությունը, նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում։ Իսկ հունիսի 1-ին Մայրաքաղաքում Վարդանանց փողոցում կրակոցներ են հնչել։ Ժամանել են Երևանի քրեական ոստիկանության ծառայողները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Ոստիկաններն ու բարեկները գարեջրատան դիմաց հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մոտ 6 պարկուճ, սրճարանի մետաղյա դռան ու սառնարանի վրա կրակոցի հետքեր են եղել։ Դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի եւ ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները։ Տուժած չկա, խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Եթե 2020 թվականին անչափահասների նկատմամբ 252 հանցագործություն է կատարվել, ապա այս տարի 2025-ի միայն առաջին եռամսյակում թիվը ճիշտ 240-ն է, այսինքն ընդամենը 12-ով պակաս 2020-ի ամբողջ տարվա ցուցանիշից։ Վիճակագրությունը ներքին գործերի նախարարությունից են փոխանցել։ Հստակ ցույց են տալիս թվերը, որ հարյուրներով տարեցտարի են ավելացել։ Առաջին կտրուկ աճը 2021-ից 22 թվականների միջակայքում է 268-ից 390, հաջորդ տարի միանգամից 786, արդեն 24-ին թիվը նվազում է, բայց միայն 32-ով։ Հատկապես բռնության կանխարգելման ու բռնության արձագանքման մեխանիզմների տեսանկյունից դարձյալ խնդիրները շատ մեծ են, ընդհուպ այն աստիճանի, որ որոշակի դեպքերում օրինակ իրավասու մարմինների ներկայացուցիչները կլինեն դրանք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, թե ցանկացած այլ իրավասու մարմնի ներկայացուցիչ, իրենք հենց բռնության տեսակների վերաբերյալ պատշաճ պատկերացում չունեն, արդյունքում չեն էլ կարողանում արձագանքել այս խնդիրներին։ Իսկ ընդհանուր առմամբ որն է թվելի ահռելի այս աճի պատճառը, իրավապաշտպանները միաբերան են շեշտում, ընդգծում պաշտպանական համակարգը ոչ թե մասամբ, այլ ընդհանրապես արդյունավետ չի գործում։ Առաջնային օղակը մասնավորապես հենց հոգաբարձությունների եւ խնամակալության հանձնաժողովները նրանք պրոֆեսիոնալ մարմիններ չեն եւ հստակ երեխայի լավագույն շահից ելնելով որոշումներ չեն կայացնում։ Երկրորդ նաեւ բացահայտում շատ կա։ Առաջ օրինակ ընդհանրենք դա ցերիմասում լատենտեր եւ այլն, իսկ հիմի բացահայտում շատ է։ Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերն էլ արդեն ոչ թե երկնիշ, այլ երանիշ թվերով են։ 2020-ին 52, 2024-ին 111։ Մասնագետը խնդրին հակառակ դիտանկյունից է նայում, այս դեպքում ծնողները երբեմն շարունակում են լուռ մնալ։ Չի ուզում դիմի ոստիկանություն, չի ուզում դիմի անպատական մարմիններ, մտածում է, որ հանգարտ է երեխայի պատվի արժանապատվության խնդիր, հայկական պիտակավորման։ Իրավապաշտպանները կրկնում են, երեխաների պաշտպանությունը պետք է լինի տարին 365, երբեմն էլ 366 օր։ Առաջին անգամ Միս Աշխարհ մրցույթում հաղթել է Թայլանդի ներկայացուցիչը։ Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում ավարտվել է Միս Աշխարհ 2025 գեղեցկության մրցույթի եզրափակիչը, որի հաղթողը ճանաչվել Թայլանդի ներկայացուցիչը։ Նա հաղթել է աշխարհի տարբեր երկրներից 108 մասնակիցներին։ Նա 21 տարեկան է։